Խոսենք Գյումրու օր տոնակատարությունից, ի սկզբանե դժգոհություններ կային, քննադատություններ հնչեցին, որ այդ տոնը չպիտի նշվի բարերարի ֆինանսավորմամբ, այլ համայնքային բյուջեի հաշվին լավ կլինի նշվի։ Արդարացվեց այդ տոնակատարությունը, թե Գաղտնիք չէ, որ ավականու նիստում կարծես 4 խմբակցություններ կողմ քվեարկեցին, որ չպիտի նշվի Գյումրու օրը, որպեսզի միլիոններ չծախսվեն այսքան խնդիրներ ունեցող բազմախնդիր քաղաքի, այդպես ասած, փոքր բյուջեից, լավ։ Եվ դա ընդունելի էր կարծես։ Սակայն հայտնվեց բարերար, որը ուզեց օգնել, որպեսզի Գյումրին օր ունենա։ Դա գովելի է։ Չեմ հասկանում դժգոհություններն ինչումն է, եթե քաղաքային բյուջեի այդ մեծ թվերը կարելի է քաղաքային խնդիրների վրա ծախսել, իսկ բարերարները թող շատ լինեն, քաղաքում բավականին խնդիրներ կան, այսինքն միայն շոուների, համերգների համար թող չծախսեն, խնդրում եմ, որպես քաղաքացի, որ Գյումրիում բավականին լուրջ խնդիրներ կան, անգամ 37 տարիներով կուտակված խնդիրներ կան, տնակներ դեռ կան, կարելի է նաև բարերարները քիչ-քիչ իրենց բարեգործությունները, իրենց խղճի դեմ, Աստծո դեմ աշտար լինելու համար, նաև նման նպատակների համար օգտագործեն, սակայն շնորհակալություն բարերարին, որ Գյումրուն օր տվեց։ Գուցե այն բարերարի մասին է խոսքը, որը բանդախցում է գտնվում հենց այս պահին եւ նաեւ քաղաքական հավակնություններ ունի, գուցե դրանով էր պայմանավորված նաեւ։ Թույլ տվեք, որպես քաղաքացի ուղղակի խոսեմ այս առումով։ Ես որպես քաղաքացի ինձ ինչ, հա? Կոպիտ կհնչի, բայց դա ուրիշ նպատակներ ունի։ Ես հիմա չեմ ուզում այն բոլոր անդրադարձները կատարել, թե ինչու Սամվել Կարապետյանը հիմա բանդախցում է։ Իհարկե անաշտարացիորեն։ Բայց որպես քաղաքացի ինձ Գյումրի օր էր պետք, ուրախացա, հա? Ունեցա այդ օրը, մի քիչ լարվածություն ընդհանուր թուլացվեց։ Ի սկզբանե նաև ասում են, թե այդ տոնը, որը բարերարը կֆինանսավորի, քաղաքական երանգ կստանա։ Դուք զգացիք դա երեք։ Ուրեմն տեսեք, այնտեղ ոչ մի քաղաքական երանգ չկար, այնտեղ ոչ մի այդպիսի որ ժողովուրդն ասենք քաղաքականացված եկել էր, որպեսի քաղաքական համերգ նայեր կամ ինչ այդպիսի բան չկար։ Տեսեք, քանի տարիներ արդեն, լավ, ես շատ հեռու չգնամ 20 թվից այս կողմ, ինչքան նեգատիվներով մեր ժողովուրդն ապրում է, ամեն օր, օրվա քանի ժամին մենք Facebook-ներում, սոցիալական ցանցերում տեսնում ենք սպանություններ, դժբախտ դեպքեր, արդյոք ոչ մեկ չի մտածում, թե ինչի հետևանք է սա։ Սա երկար ժամանակով դեպրեսիայի, հիասթափությունների, այդ ամբողջ լարվածությունների կուտակումներ են։ Իսկ դա ինչպես պետք է ժողովուրդը հանի, եթե պետությունը, իշխանությունը այդ մասին չի մտածում։ Լավ, միգուցե այսպես ասեմ ձեզ։ Մայրաքաղաքում մեծ քաղաք է, ինչքան ակումբներ բաց եւ փակ կան, ինչքան դիսկոտեկաներ կան, ինչքան փառատոներ, օй կներեք, ֆեստիվալներ են կազմակերպվում, վերջիվերջո քաղաքային միջոցառումներ են կազմակերպվում եւ ժողովուրդը հնարավորություն ունի իր այդ լարվածությունը նեգատիվը մի քիչ, մի օրով, մի ժամով լիցքաթափելու։ Հիմա մարզային ժողովրդին անդրադառնանք, գյումրեցին ոնց կարող էր իր լիցքաթափել, իր այդ լարվածությունը դուրս բերել։ Մի բան պետք է, չէ՞։ Փոքր միջոցառումները, որոնք ասենք թատրոնում են կամ փակ սրահներում են, մարդիկ ամբողջությամբ չեն կարող, չէ՞, ժողովրդով ներկա լինել։ Իսկ նման միջոցառումները հնարավորություն են միգուցե, որպեսզի այդ լարվածությունը նեգատիվը դուրս բերելու։ Տոնը սկսվեց Սրբազանի ուղերձով։ Այո։ Նաև խոսք գնաց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը որևէ շնորհավորական ուղերձ չի հղել։ Այս ամենը չի ասում, որ ինչ-որ չափով նաև քաղաքականացվեց։ Թույլ տվեք վերջից սկսեմ պատասխանել ձեր հարցին եւ երկու նախադասությամբ փիլիսոփայերեն եւ ռեպլիկի կարգով։ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց։ Ամեն մարդու արարք խոսում է իր խառնվածքի մասին։
իսկ ռեպլիկի կարգով ես այնտեղ հազարավոր ժողովրդի մեջ վիշտ չտեսա, ցավ չտեսա, որ Նիկոլ Փաշինյանը չէր շնորհավորել։ Իսկ ինչ մնում է Սրբազանին։ Գիտեք, ես էլ սոցիալական ցանցերում կաշտացի միգուցե, որ ամոթ չեն անում, ուրախանում են Սրբազանին այսօր շատ ցավ է։ Ով ասեց, որ այդ ցավը չկար։ Երբ որ Սրբազանի նկարներ են, դա ներկաները շատերը ցավով վախ մեր Սրբազանը կոչեցին։ Գուցե ամբողջական այսպես ամպլիտուդով դուք չտեսաք դա, բայց ժողովրդի մեջ այդ ցավը կար։ Եվ եթե նկատեք, համերգի սկզբի ահագին մի 2 ժամը մարդկանց աչքերին ուրախություն չկար։ Երկիշներն ամեն ինչ անում էին, որպեսզի մարդկանց կարողանան էմոցիայի բերել, ուրախացնեն, տակացնեն։ Եվ դա նրանից չէ, որ գիտեք, գյումրեցիները բարձրաճաշով կողնոց էին եւ չէին սպասում, չգիտեմ ինչերի։ Նրանք ուղղակի չէին կարող ուրախանալ։ Քիչ-քիչ, կամած մի քիչ կարողացան թոթովել իրենց այդ լարվածությունը։ Ասում են Գյումրին անտեսեցին այս ձևով, երբ երկրի վարչապետի կողմից որևէ շնորհավորական Չապրեցինք։ Վերջը անտիմադիր քաղաք է Գյումրին։ Դա զգացվում է տոնին, շատերն ասում են այո։ Ունեն այդպիսի կեցվածք, տարիները ցույց են տվել։ Դա եղել է թե Քոչարյանի ժամանակ, թե Սերժի ժամանակ, թե Նիկոլի ժամանակ, եւ թե Նիկոլից հետոյի ժամանակ կլինի, եթե ղեկավարությունը սխալ վերաբերմունք դրսևորի իր ժողովրդի կամ որևէ քաղաքի նկատմամբ։